Մի քանի օր առաջ որոշեցի ստուգել բրոկերային հաշիվս, տեսնել ինչա կատարվել այս մի տարվա ընթացքում, որտեղ մի տարի առաջ որոշեցի sense մի հատ թեստային պորտֆել ստեղծել ու ներումներ անել ըստ այսպես ասած լավագույն փորձի ինչա խորհուրդ տրվում։ Ու շատ հետաքրքիր է, որ այդ պորտֆելը արդեն մի տարվա կտրվածքով մոտավորապես մի 30% աճել է։ Ոնց է դա իրագործվել, այսինքն երբ որ սկսում ես խնայողության ներումային ճանապարհը շատ արագորեն, նույնիսկ մի տարվա կտրվածքով արդեն էականորեն մեծ տարբերություն է պորտֆելի մակարդակով, սկսել է 0-ից, հիմա բավականաչափ գումար ապուտակվել է։ Մի քանի բան եւս կարելի է նշել, այդ առաջին մասն է, որ երբ որ արդեն կարգապահորեն սկսում ես անում ես ամեն ամիս, չես սպասում որ մեծ գումար գա հետո եւ այլն, դա երբեք չի աշխատում։ Ամեն ամիս պետք է ինչ-որ գումար հատկացվի տարբեր արժեթղթերին, պորտֆել, որը ընտրում ենք։ Երկրորդ բանը շատ կարևոր է, դա օգտագործել ETF-ներն են, այսինքն ֆոնդեր, որոնք դիվերսիֆիկացված են, որոնք շուկայի հետ շարժվում Ոզ դրա առանձին արժեթղթեր չօգտագործել։ Հիմա նույնիսկ օրինակ կարող վերենք, տեսեք ինչքան է եկամտաբերություն, երկու հատ արժեթուղթ կա առանձին։ Մեկը շատ լավ է աշխատել, մեկը շատ բավականին վատ է աշխատել առ այսօր համենայնպես։ Այսինքն բավականին մեծ ռիսկ կա, երբ որ մենք վերցնում ենք առանձին բաժնետոմսեր։ Սա շատ դժվար է ակնկալել ինչ կարա տեղի ունենա այդ կազմակերպությունների հետ։ Եվ երրորդը էլ ինչ մոտեցում է ցուցաբերվել, մոտեցումը այն է եղել, երբ որ շուկան ընկել է, հավելյալ ինչ-որ փոքր գումարավաններից կամ պարտատոմսերից հանվել է, դրվել է այդ ETF-ներում։ Երբ որ կա այդ լիկվիդայնությունը, շուկայի ընկնելը նվազել է, այսինքն զեղչով նույն արժեթղթերն եք առնում մոտավորապես։ Դե կարևորը ստեղ կարգապահորեն դա անելն է, ունենալ ռազմավարություն, պորտֆել ու չշահվել դրանից, այնց որ բավականին հեշտ ճանապարհ է, եթե այդ կարգապահությունը կա, այսպես ասած։ Դե կապի մեջ։